Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 8-ն է, 2025 թիվ։ Ուղիղ 23 տարի առաջ ազատագրվեց Շուշին։ Ես այդ ժամանակ 20 տարեկան եմ, այսօրվա պես հիշում եմ։ Դա իմ կյանքի ամենալուսավոր, ամենաերջանիկ օրերից մեկն էր, որ ես լսեցի, որ Շուշին ազատագրվել է։ Այն ժամանակ չկար ինտերնետ, այն ժամանակ լուրերը պետք է գնայինք, որ բանից իմանայինք, հավաքվեինք Ազատության հրապարակում կամ սպասեինք, որ այդ օրը ինչ-որ մի ձև երեկոյան լուրերի ժամանակ պետք է ասեն, բայց ցերեկով արդեն, որտեղ իմ ընկերոջ քերին հիշում եմ ժամանակը շահական էր եւ այդ շրջանակների հետ մոտիկ էր, ինք եկավ ասեց ինձ Շուշին ազատագրել է։ Մեծ ցավով եմ նայում իմ այս ամեն ինչին այս կադրերին։ Շուշին անոնցեցեց։ Հետագայում ինչ-որ մի դուրս պրծուկ կասեր Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, որ ապացուցեր այն հանցագործությունը, որ իրականացել է, որ արդարացնել են հանցագործությունը, որ իրականացել է հայ ազգի նկատմամբ, արցախցու նկատմամբ, հայ մարդու նկատմամբ, այն հազարավոր կյանքը տված մարդկանց նկատմամբ, ովքեր ազատագրել են Շուշին եւ ընդհանրապես Արցախը։ Շուշին վերադառնալու է, եւ ոչ միայն Շուշին է վերադառնալու, ամբողջ Արցախն է վերադառնալու, բայց ես ուրիշ բան եմ ակնկալում։ Ես ակնկալում եմ ոչ թե ուղղակի վերադարձ Հայաստանի իշխանությանը, այդ տարածքները, վերադարձ հայ ժողովրդին, որովհետեւ Արցախն ազատագրվեց թուրքից, բայց չդարձավ հայ ժողովրդինը։ Այն ազատագրված տարածքները դրանք չբնակեցվեցին, եթե դուք հիշում եք, դրա համար էլ հեշտությամբ հանձնվեցին։ Ամբողջ ազատագրված տարածքները դարձան այդ օլիգարխների սեփականությունը, հանքերի ձևով, արոտավայրերի ձևով, արտերի ձևով, ցանկացած ձևով, բայց հայ մարդունը այդպես էլ չդարձան։ Եվ ընդհանրապես Արցախը ազատագրվեց թուրքից, բայց հայ թուրքից ինքը չազատագրվեց։ Այս պարագայում ես ուրիշ բան եմ ակնկալում։ Ես ակնկալում եմ նախ ազատագրել Հայաստանը, որ ինքը այսօրվա Հայաստանը գոնե դառնա հայ մարդունը, հետո որ կարողանանք ազատագրել ոչ միայն Արցախը, Նախիջևան կա, Արևմտյան Հայաստան կա, մենք շատ գործ ունենք անելու, բայց նախ եւ առաջ մենք ինքներս մեզ պետք է վերադարձնենք այսօրվա Հայաստանը։ Բայց այդտեղ ճանապարհ կա անցնելու, նախ պետք է հասկանանք սրա հետ ինչ ենք անում։ Ինձ թվում է կարծիքները շատ չեն տարբերվելու, գոնե այս հարթակի դիտողներին, այն ինչ որ ես եմ պատկերացնում, ինչա պետք սրանց հետ անելու։ Բայց մենք ճանապարհ ունենք գնալու։ Եվ այդ ճանապարհի բանալին գտնվում է ցավոք սրտի խորհրդարանում։ Այդ ճանապարհի բանալին չի գտնվում փողոցում, լավ կլիներ փողոցում դա լիներ, բայց փողոցի ներուժը ամեն անգամ տնօրինվում է նույն կենտրոնի հերթական իջեցված դեսանտի կողմից տարբեր մակարդակով իջեցնում են, փոշիացնում են, հավաքում են, ուղարկում են տներով, հավաքում, փոշիացնում են, արդյունքում այս կերպարը դեռ նստած է, այս սև սատանան նստած է հայ ճակատագրի այդ աղբյուրի վրա եւ չի թողում որ հայ մարդը ամբողջ սրտով ու ոգով ջուր խմի։ Ինչ է կատարվում այսօր այդ արժեքով կոչված հիմնարկի։ Ես չեմ ուզում իրազայնագրությունները ձեզ ցույց տալ։ Ուղղակի այսօր ուրիշ աչքերով եմ նայել այս ամեն ինչին, հավատացեք, առանց զգացմունք, զրո զգացմունք, ուղղակի ուսումնասիրողի աչքերով։ Օրինակ, եթե ես մտածում, եթե մի ազգային ժողովի ամբիոնից ասում են, ձերներդ կտրեք, ներվերից չուտեք, վերեկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտից պիտի կախեն հերիքա։ Ասեց։ Ռեակցիան, ինձ ասեք, ինչ պետքա լինի։ Ինչ պետքա լինի, մի հատ ռեակցիան, բայց պետք է լսենք էսի։ Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։
Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղից պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Գիտեք ում էր ասում սա ասում էր մեկին, ով ընդամենը 2 օր առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու համար հիմք չկա։ Այսօր ինքը ասում է ձերը ծնդ կջի ու վերենգի տեղը։ Ես հենց եմ մտածում, ցանկացած մեզանից մեկը ես վստահ եմ, քանի հազար են նայում, 40, 50, 100, թեկուզ 5000, վստահ եմ ցանկացած այս հաղորդումը նայողը, եթե մեկը իր հետ ասենց խոսեր, անելու բան չէր մնում, քան ուղղակի գնալ։ Կամ մի բանով տալ գլխին, որ բերանը փակի, կամ արժանապատվությունը մարտվեցում է սեփական ձեռով գնում է, չէ՞։ Հիշում եք, ես միշտ ասել եմ, սրանց նստածնել են այնտեղ, փողը տալիս են ու ասում են դու պիտի նստես ու ստորանաս։ Դու պիտի նստես, ոչ քեզ ոչնչացնեն ու դրա համար ես դու։ Դու դրա համար ես աշխատավար ստանում։ Հետո որ քեզ կասեն անվստահություն հայտնի, այս Սերժիկը կասի ես առաջարկում եմ անվստահություն հայտնել։ Նրան ով ձեզ շարունակաբար նզվաստացնում է, ստորացնում է, խախտում է սահմանադրություն, ասում է կտանեմ ոտերից կախեմ, ես կանեմ կմիանաք, ասում եմ մենք հիմքեր չենք տեսնում։ 2 օր առաջ ինձ մեկը գրել էր ես ես հարգում էի պարոն Հակոբյան, բայց դուք մեր գեներալին, որը պաշտպանության նախարար էր, հա, դուք վիրավորել եք։ Ես իհարկե չեմ պատասխանում, բայց հիմա ուզում ընդհանուր ասեմ, հա, թողենք Սեյրան Օհանյանին, ում մասին որ ասում է դու քեզ ոտերից կախեմ, բան, մի խոսքով։ Նստի տեղը վերենգի, դու պետք է չխոսաս։ Գիտեք, ես այն միշտ կարծիքին եմ եղել, որ գեներալը դա ստատուս չի։ Դա կոչում էլ չի նույնիսկ։ Ճիշտ է, կոչումը տալիս են որպես գեներալ, բայց եթե տվել են մեկին գեներալի կոչում, բայց ինքը իր բնությամբ, էությամբ մնացել է շարքային ու շարքային էլ չէ։ Շարքային են տղեկներին, հա, որ այդ յաշմային փռեցին Արցախի սարերին։ Այդ շարքային են տղեկներին, հա, ովքեր իրենց պայթեցրեցին, ասեցին, բայց մեր դիրքը չենք տա, ով էլ տվել է այս դիրքերը իրանց մերը։ Այ շարքային իրանք էին, հասկանում եք։ Բայց կարելի է գեներալ տալ մեկի կոչում։ Որը փաստորեն այդ շարքայիններից էլ չի։ Ես հասկանում եմ, որ տարբեր տեսակի, տարբեր հոգեբանության մարդիկ են նայում, ինձ թվում է, եթե մեկը հասել է գեներալի պաշտոն, նշանակում է ինքը գեներալ է, ցավոք ոչ։ Ես միշտ նույն բանը դիրիժորների համար եմ ասել։ Դիրիժորը դա մասնագիտություն չի, դիրիժորը դա տեսակ է։ Գեներալը դա կոչում չի։ Ոչ էլ գնովի, փողով գնովի առնովի ստատուսը։ Գեներալն էլ է տեսակ։ Եթե մարդը հասնում է գեներալի ուսադիրներին, ինքը մնում է շարքային, վատ իմաստով շարքային, ես ասեցի, չէ, այն տղեկն էին շարքային, որ իրանք ավելի գեներալ են, քան այսօրվա գեներալները։ Հա, եւ որը կարող է լսի եւ հանդուրժի իրեն ոնց են ստորացնում, իրեն ոնց են հայոյում ու պետք եղած ժամանակ չկարողանա պատասխան տալ։ Կամ գոնե արժանապատվությունը վերցնի ու տնից բանես, տարածքից դուրս գա։ Ասի, կներեք, ես իհարկե ձեր մակարդակին չեմ, որ փոխադարձ հայոյեմ, բայց ես իմ նկատմամբ սա թույլ չեմ տա։ Այ դա կլիներ գեներալը, հասկանում եք ինչ է նշանակում գեներալ։ Այսօր ինչքան որ պոանտեր կա, բոլորին գեներալ են ասում։ Բոլորին ասում են գեներալ։ Վիդեոյի տեսողներն էլ ասում են գեներալ։ Մարդը սեփական երկիրը ծախել է, ամեն ինչ արել է հանձնելու համար գեներալ են ասում։
Ասելյանը այսօր այն գեյշտաբի պետը, որ լրագրողներից է նույնիսկ փախնում, ասում է ձեր գործը չի ադրբեջանցիներն ինչքան կմնան մեր տարածքում։ Ալի ավտոմատը վերսա լրագրողին ասում է գնանք ազատենք։ Հասկանում եք, իրանց էլ են ասում գեներալ, դուք պատկերացնում եք։ Եվ ասենք Բաղդամյանն էլ էր գեներալ, Սայքեն է գեներալ։ Հասկացեք, ես այնքան ուրախ կլինեի, որ հայկական գեներալի պատիվն ու կշիռը այնքան մեծ լիներ, որ իրան տեղաշարժելու համար 12 բալանոց երկրաշարժներ բավարար չմներ, հասկանում եք։ Ես դա ուրախ կլինեի, որտեղ դա կլիներ հայկական զինվորի կշիռ։ Այն տղեկը, որ ասում եմ, էլի ձեռով տանկերի դեմ էին կռվում, այ իրենք էին գեներալները։ Իսկ ինչ վերաբերում է մեկին, որ իրան կարող են նվաստացնել, ինքը սուս փուս նստի լսի, իրեն ինչ են ասում։ Չափերիդ մեջ մնա, դու եւ չխոսաս։ Դուրս կշպրտեմ քեզ այս դահլիճից։ Դուրս կշպրտեմ քեզ։ Մեկ ով ում ինչ ասում։ Հա այնքան այսօր ես չեմ ուզում բոլորը դες ցույց տամ ինչա կատարվել։ Ինքնից լավ տեսել եք ամեն ինչ, ձեզ բացատրելու, համոզելու ցույց տալու, որ տեսեք ես ինչ էր կատարվում, բան, դա կարիքը երևի չկա, չէ։ Ես ես երաշխավորում եմ, եթե դալիճում Գետ մեկ արժանապատվություն ունեցող մարդն է, նա պետք է գնացած լինի։ Եթե մարդը լսում է, նստում է իրան, ինչ են ասում։ Կամ իր ընկերոջը։ Հարցրեք, լսեք, այդ ստորացումը կրելու համար ինչքան եք ստացել։ Բան ասեց, այսօր։ Ասեց, խնդրեմ, նայեք։ Ինքը ուրիշ բանի մասին էր խոսում, բայց ինքը ասեց նաև այդ ստորացման համար ինչքան է ստանում։ Սա որ հրաժարվում է բանից, impeachment-ից, ասում է Ուրեմն մեզ մեկ օրվա համար տալիս է 22,000 դրամ։ Բարեկներին 11,000 դրամ։ Իսկ ձյան անձևի տակ մնացողին 1,700 դրամ։ Այս հոդվածը ուրիշ բանի մասին է։ Ես ուղղակի ես ձեզ ներկայացնում եմ իրանք ինչքանի դիմաց են այս հայոյանքներն ու նվաստացումները կուր տալի։ Պլյուս այն հանգամանքը, որ պետք է նստեն ընդեղ այս կուլ տան թեկուզ 22,000 դրամ 22,000 դրամի համար օրեկան եւ Նիկոլ Փաշինյանը իրաց չի մտցնի բանտը, որտեղ այսօր իրանք հանձնված են Նիկոլ Փաշինյանի ողորմածությանը, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը կարող է այսպես վերցնի քնչականով գործ հարուցեն մարդու ստատուս գրելու համար, որ ասել է ով հանդգնի Հայաստանի հողերը, դա մատերն ու ոտերը պետք է կտրեն։ Այդ ստատուտ գրողի համար Առաջին այեմը Բաբաջանյան ճիվաղ Արմանը, հա, Բաբաջանյան Արմանը, հայցա ներկայացել ԱԱՑ, երկու երեխեքի մորը գտել են ու քնչականով գործը հարուցել նրան, հասկանում եք, դուք պատկերացեք ինչքան գործ կարելի էր հարուցել, ասենք, սրանց վրա, ինչքան, ասենք նույն Սեյրան Օհանյանի վրա, հասկանում եք ինչ ամնում այդ ժամանակ գեներալից, այն պահից, երբ գեներալը, երբ ցանկացած մարդ որը կոռումպացված է, պետք է սպասեն օրվա, որ մի օր իրեն մայրել պիտի հայոյեն, հայրել պիտի հայոյեն պիտի նվաստացնեն, եթե ինքը չի ուզում գնա բանտ։ Իսկ այդ համակարգը միշտ աշխատել է այնքան հին է, ինչքան պրոստիտուցիան կներեք, հա։ Այս կամպրամատների համակարգը այնքան հին է, ինչքան պրոստիտուցիան։ Սերժիկն ինչ էր անում, Քոչարյան Ռոբերտն ինչ էր անում, թողում են բոլորը թալանում են։ Ով ինչքան կարող անում թալանում է, ասում են այստեղ։ Դուստեր։ Եղավ։ Կգնաք այսքան ձեն կբերեք, սա կանեք, նա կանեք, այս կանեք, այն կանեք։ Հան մեկը չաներ, ասեր, հոպա։ Էսել կամ կգնաս կնստես, կամ ձենդ կդրի ու վերենգի տեղը։ Պատես մի օրվա մեջ առյուծից սարքեցին կոլբայի մեջ աճեցրած ինչ որ մի բան։ Հիշում եք Աշոտյանը ոնց էր ասում, Աշոտյանը, կիրթ ինտելիգենտի Աշոտյանը նվաստացնում էր այդ ձևերով մեծն Գագիկ Ծառուկյանը մեջ առյուծ ծողում։ Ասենք որ Նախաճաշին մի քանի Աշոտյան կուտեր իր այդ։ Սենց բրթուշ կաներ մի քանի Աշոտյան ու կուտեր Նախաճաշին, այն։ Բայց քանի որ Ծառուկյան գագով ոտից գլուխ անցագործ, այդ պապկեքը գտնում է Սերժ Սարգսյանի սեյֆում եւ Սերժ Սարգսյանի խոսնակ այդ ժամանակ Աշոտյանը իրան կարասի կոլբայի մեջ աճեցած հրեշ
ու դիմացը ոչ մի պատասխան։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Առ այսօր ում դուք որ պատկերացնում եք գեներալ, sense կարգին մարդ, հա? Չի կարող լինել այս համակարգի մեջ։ Պատկերացնելու համար, sense ասեմ դες, ուզում եք հասկանաք ով ինչ արժի։ Հանեք այդ պաշտոնից դրեք կողքի վրա։ Հանեք մեր կողք թողնա կողքի վրա, հետո ինքը սկսում է խոսալ, դուք հասկանում եք, որ իր տակը բան չկա։ Հետո տեսնում եք մարդիկ իրանց ոնց են վերաբերվում, 2 շաբաթ հետո, 3 շաբաթ հետո, մի տարի հետո պարզվում է, այն ով ձեր համար ով Վիլիկի Մագդու էր, մեծն Մագդու, բազովեց ոչ մեկա։ Ոչ մեկ։ Ժուլիկ ուղակի։ Հիմա ինչ որ ասում եք գեներալ են վիրավորում, ժողովուրդ ջան, ոչ։ Ես գեներալ դարձած ոչնչություններին եմ ես անդրադառնում, ես գեներալի չեմ վերաբերում, իրեն գեներալ չէ, իրեն գեներալ նշանակված ոչնչություն են։ Այդ պատմություն կա, որ Բեթհովենն ու Գյոթեն կանգնած են լինում, թագավոր անցնում է։ Երբ որ Գյոթեն խոնարհվում է, բանը Բեթհովենն ասում է, ոնց թե դու խոնարհվեցիր այդ կայսրին, բայց ասում նա կայսր է, չէ՞։ Ասում է չէ, նա կայսր չի, նա գողա չէ, ասում է, կայսրը գող չի, ասում է։ Կայսրը չի կարող գող լինի, մուրացկան դարձած կայսրն է գող լինում, հա, մուրացկանի հոգեբանությամբ դարձած կայսրն է գող լինում, հա, մոտավորապես բառացի չեմ կարող թարգմանել, ինքն գերմաներեն է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, սրանք գեներալ չեն, սրանք են տղեկն են, որից նշանակել են, ասեն դու այսօրվա գեներալն են, իսկական գեներալները դրանց համար կռվում են, ու իսկական գեներալներից սրանք տալան հազարներով սպանելու, այդ հազարներով սպանողին այսօր ասում են իր նկատմամբ ոչ մի առարկություն չկա, ինքը ոնց թե ինքը վարչապետ է եւ ոչ մի հակասություն չկա իրան պաշտոնան կանելու համար։ Եվ այսպես Պուտինը ինչքան փորձեց Ալիևին սիրաշահել, ինչքան փորձեց լզել հնարավոր բոլոր տեղերը, կդեք արտահայտությունը համար, էլ կնոջը պարգևատրել, հիշում եք, Սուրբ Օլգա, դու Սուրբ Օլգա ես, Կիրիլը նույնիսկ գնացել էր Բաքու, Բաքվի ռուսական եկեղեցում աղոթում էր Ալիևի համար, Ալիևի, որը տանջանքներ է կրել այս ամեն ինչամ, այս վերջի տարի շատ է չարչարվել մարդը, հասկանում ես, որ Ալիևը անպայման լիներ իր կողքին, չաշատեց, Ալիևը չներեց ռուսական ագենտուրայի Արցախ վերադառնալու մասին բանը դիմումը, հասկացա, Ալիևը գիտի չէ, որ Վիտալի Բալասանյանը Արցախի հետ կազմակերպությունները առանց Պուտինի թույլտվության ոնց կարող նամակ գրեն բանին Պուտինին։ Ալիևն ասեց ոչ, ուզում ես մի հատ էլ ստոյկատուր Պուտին, հա, ուզում ես մի հատ էլ, չգիտեմ, հոպլե արա, մի հատ էլ կրացի վրավ թռնեմ, չեմ գալու։ Բայց դրա փոխարեն Մոսկվա կգնա Փաշինյան ճիվաղ, այսինքն ինչ է նշանակում գնալ Մոսկվա։ Գնալ ասել, աշխարհին ասել, գիտեք ինչ, իմ հետ հույսեր մի կապեք, ես անհույս եմ, իմ կողքը մանկասպանի, մանկապիղծի կողքն է, ես ուրիշ տեղ չունեմ այս աշխարհում ավելի ապահով, քան մանկապիղծի կողքը գտնվելը։ Ինքը դա է փորձում ասել։ Ու հիմա այն ինչ որ կատարվում է ազգային ժողովում, ճիշտն ասած, ուրիշ կողմից էլ եմ ուզում այդ հարցին նայեմ։ Սա նաև այն հոգեվիճակն է, որում վաղուց գտնվում են իրանք, հասկանում են մի բան, ժողովուրդը ճնշում է դրսից, Սերժիկը գործում է, նենգաբար գցել է շրջանառության մեջ, Քոչյանը կարող է միանա, որովհետև Քոչյանի վրա են, Քոչյանը ասում իր խմբակցությունը, վրան դրսից ճնշումներ կան ամեն դեպքում, վրան տեսնում եք մենք մոլական ասում ենք, ապացուցում ենք, որ իրանք բանը Սերժիկ Նիկոլ Փաշինյանի գործիքներն են ընդդեմ։ Ու ինքը չի բացառում, որ կարող է իոք միոր իր դեմ դուրս գա։ Այս իր հոգեվիճակը խոսում է նրա մասին, որ ինքը իրեն ապահով չի զգում ուղղակի։ Ինքը հիշացնում է, որ քեզ կմցնեն բանկը, ոտեիցդ կկախեն, ինքը այդ ամեն ինչը հիշում է, ավելի ասրում իր վիճակը։
ժողովրդին ցույց տալով մի բան։ Այն որ ձեր համար գեներալներ էին, դրանք փալաս են փաստորեն։ Այն որ ձեր համար ընդդիմադիրներ են, դրանք այսքան հայոյան կուտելուց հետո նույնիսկ impeachment-ի գործընթաց չեն նախաձեռնում իր դիմաց։ Ասում են, այս ամեն ինչ լարված է ու ինքը հանգիստ չի, ճիշտ է խոսք է տվել Քոչարյանը, որ ես քեզ ձեռ չեմ տալու։ Բայց ինքը տեսնում է, չէ՞ բոլոր ճնշումը։ Տեսնում է, չէ՞ դրսի ճնշումը, մեր ճնշումները, ներսի խլրտոցը իրանք ու գիտեն։ Իրանք ու գիտեն, որ նույնիսկ ԿՊ-ում ինքը բան չունի, ձայն չունի։ Ինչքան էլի չէ, կարծեմ 7%։ 7% վերջի հարցումների ընթացքում իր ռեյտինգը իջել է 7%։ Ինքը լավ գիտի, չէ՞ դրա մասին։ Ու այս հարցակումը նաև դա է հետապնդում, որ ինքը հանգիստ չի եւ ամենակարևորը, որպեսզի չխոսան հիմնական հարցերի մասին, հիմնական կարևոր հարցերի մասին, այս վիճակն է իրանց պետք նաև, այսինքն ոչ թե հատուկ են անում, սա իր հոգեվիճակն է, բայց սա նաև օգնում է, որ իրանք ամենակարևոր հարցերից չխոսան։ Այսինքն ազգային ժողովում ոչ թե քննարկվում է գնալ Ռուսաստան կամ չգնալ, ազգային ժողովում չի քննարկում ինքը հանցագործա թե հանցագործ չի, impeachment-ի գնան թե չգնան, ինչ հիմնավորումներով գնան, ազգային ժողովում դες բաներ չի քննարկվում։ Այս հիստերիան, այս աննորմալությունը ցույց է թույլ է տալի ժամը մսխել, ժողովրդին զբաղացնել, ցույց տալ ամենակարևոր բաները, նախ մեր համար կարևոր, որ ազգային ժողովը վաղուց ազգային ժողով չի, ոչ իշխանական, ոչ անդիմական թևում, այսինքն այնտեղ օրենքի օրենսդրական ինչ-որ պրոցեսների մասին խոսա, նույնիսկ ծիծաղելի է, ոչ մի արժանապատվություն ունեցող մարդ այնտեղ չի կարող նստել, ոչ մի օրինական պրոցես այնտեղ չի կատարվում, այնտեղ նույնիսկ կարող էր ասեն գոնե impeachment տներ, բայց այս թուրք ու մուր ուտելուց հետո նույնիսկ Սերյան Օհանյանը պատրաստ չի ասել Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, պատրաստ չի ասել։ Ինքը պատրաստ է վերցի հայոյանքը լսի իր նկատմամբ, վերջի նմաստանքը, բայց դու չի ասել, ինչ ուզում է լինի, սա մեր օգտին է։ Սա մեր օգտին է, ինչ եմ ասում, ոչ թե մենք չենք հասկացել ինչա նշանակում ազգային ժողովի դերս, չէ, միջև հիմա էլի մարդ կա, որ մտածում անդր ինչ որ կարող է մարդիկ են նստած, որ ինչ որ իրենց մասին են մտածում, դեռ նիմություն կա, շատ քիչ են այդ մարդիկ, բայց դե կան, վստահեցնում ես, մարդիկ որ գնում են, ես իհարկե ամեն ինչ չի որ ասում եմ կարդայում եմ արձագանքեմ, բայց ես ցավով արձանագրում եմ, դեռ ամեն մեկին չի ասել, տեղ որ բոլորը իրականացնում են նույն ռուս-թուրքական ծրագիրը Պուտինի հետ։ Հիմա կգնա ամսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվա։ Ես ցանկանում եմ այս Օսապյանին ասել, որ 7 հատ բան են խփել, մեծ դրոն են խփել Մոսկվայի տարածքում։ Ես էլ Նիկոլին բոլորին ցանկանում եմ, որ իրենց աշկերով տեսնեն, դրոնը ոնց է գալիս իրենց վրա։ Շատ բան չեմ ուզում։ Տեսեք, ոչ եմ ասում դաժան տեսաններ չեմ ասում, իրանց աշկերով տեսնեն դրոնը ոնց է գալիս իրանց վրա։ Տեսնենք քանի հոգի կգնա Պուտինի կողքը այդ օրով։ Այս հանգամանքով շատ ցնցված է։ Խզմայլյան Տիգրանը։ Ինքը բոլորովին ցնցված չի, որ իր ընկեր Արման Բաբաջանյանը, Արման Այլասերվածի Բաբաջանյանը հայցա ներկայացնել մեկի վրա, որը գրել է ով Արցախը հանձնի, թող ձեռները կտրում։ Ինքը դրա վրա ցնցված չի։ Ինքը ցնցված չի, որ այս տականքը գործա պարտադրել, որ քնչականը գնա հարուցի։ Ինքը ցնցված չի Երևանի կատարվող այս այլանդակությունով, որ դարել է Վենեցիան։ Ոչ մի բանով ցնցված չի, բայց Փաշինյանի այցը Մոսկվա անհամատեղելի է ԵՄ անդամակցելու ՀՀ ընդունած օրենքի հետ։ Ինքը ոչ մի խնդիր չունի Հայաստանում ինչ է կատարվում։ Ինքը դեռ տանում է այն գիծը, որ Հայաստանը իբր օրենք է ընդունել ՀՀ անդամակցելու ու այ իր գնալը այնտեղ դրա չի բռնում։ Այսինքն մարդ ծեծելը էկրանների դիմաց Հայաստանում համընկնում է անդամակցելու process-ի հետ։ Համընկնում է։ Համատարած կոռուպցիայի արդյունքում ոչ մի ջրատար իր ֆունկցիան արդեն չի կատարում։ Ոչ մի ջրատար։ Այդ ջրատարը որ պետք է ջուրը տանի, ջրատարից ջուրն է դուրս գալի փողոց։
Որտեղ գտնի գնա, չգիտի ուր գնա, չհատաները փակ են, ջուրը տակից դուրս է գալի լուկերով։ Ինքը համատարքային կոռուպցիայի խնդրեմ չունի։ Մտածում եմ տենց էլ կարելի է գնալ Եվրոպա, հա, դե մարզեցում են թաղապետարանում, հետո ասում են, «Սա մեր գիծն է, կծեծենք»։ Բայց Մոսկվային չեն թողնի գա, մտնի քաղաքապետարան, դա Մոսկվայի կազմակերպածն է։ Ինքը խնդիր չունի դե։ Ինքը խնդիր չունի սահմանադրության խախտումները, սահմանադրությունը ոնց է խախտվում, Հայաստանի օրենսդրությունը ոնց է կեղծվում, երկիրը ոնց է վաճառվում, այդտենց տեղեր խնդիր չունի, բայց մեկ էլ հիշել է, որ Չիվաղի Մոսկվա գնալը, հա, անհամատեղելի է։ Մնացածը ամեն ինչ համատեղելի էր։ Մնացածը ամեն ինչ Խզմալյան Տիրանի համար համատեղել էր։ Համատեղության կարգով Արամ Սարգսյանի ինգեր։ Մի խոսքով տխուր է։ Ես Նիկոլ Փաշինյանի վրա էլ այդքան չեմ բարկանում, գիտեք, զգացել։ Ես իդ ակնկալիք չունեմ, ես հասկանում եմ բացահայտ թշնամիա մեր դեմ աշխատում է։ Ես ուրիշ բան եմ նայում։ Լավ, սրանց եկավ հրեշտակապետը բոլորին հրավիրեց ի վեր Երուսաղեմ, հրավիրեց։ Մենք էլի ոչ մի բան չարեցինք, հեղափոխություն եղավ։ Որովհետև ասեն Գաբրիելը եկավ, ասենց հավաքեց բոլորին, ասեց, սա ստանում եմ, հիմա տեսեք դուք ինչ եք անում։ Հիմա ես որ մտածում եմ, սա ստանում ենք, մտքովս ասում եմ, սրանք քանի հոգի են, ինչքան պիտի տանի, եւ տակը ինչ է մնալու, որ մենք ինչու մի բան ստեղծենք։ Եվ ամենակարևորը, մենք կարողանալու ենք ստեղծենք, թե չէ։ Ազնիվ խոսք, սիրելի ընկերներ ջան, ինձ դա է հետաքրքրում։ Որովհետև եթե դա եղավ, սրանք տակից այս հիմքը որ եղավ, սրանք թռնող են, սրանք գիտեք ինչ են մնացել ջրերի վրա, տակից այդ սեղմող ուժը չկա, այդ տակից այդ սեղմող շերտը, որ ասենց հավաքես կեղտը, տակը տեսնես ինչ ամնում էլի, այս դա եմ ուզում տեսնեմ, հավատացեք, միակ մտածմունքս դա է, ուրա, ոնց ենք անելու, կա, չկա, բավարար է այդ ռեսուրսը, անբավարար է, նախ, ինչքան անբավարար է, ինքը ասենք, արդյոք այնքան անբավարար է, որ ժամանակ 10 մի բան կանի, թե այնքան անբավարար է, որ տանիներ էլ անցնի, մեկը բան չի փոխվելու, իմ ամբողջ մտահոգությունը, այս ճիշտ հասկացեք, իմ այս հաղորդումների ամբողջ իմ նպատակը դա է, բացահայտել, պարզել այն առողջ շերտը, որ ինքը հասկանալու է, որ մի վարքյան, ոնց որ թե ես էլ իրավունք չունեմ գնամ իմ գործով զբաղվել, ոնց որ թե անհետաձգելի գործեր կա երկրում, եւ իմ օգնության կարիքը կա այնտեղ, եւ ես իմ ընկեր Աշոտի ասած, ես չեմ կարող իմ զենքը իմ վրցինը չի, եւ իմ երկին այս վիճակի մեջ է։ Իսկ ես այն ինչ որ տեսնում եմ, հավատացեք, ես չեմ զգում, որ նկարիչն ասում է գրողը տանի իմ զենքը իմ վրցինը չի, այս ինչ վիճակ է։ Ես չեմ տենում։ Ես չեմ տենում, դրա համար էլ այս լռությունը իմ համար դավաճանությունը եղած այս հանդուրժողականությունը համար իրոք դավաճանություն է։ Դա համար եմ ասում, ասենք լավ, Գաբրիելն եկավ, հավաքեց տարավ։ Ինչ ենք անել։ Ինչ ենք անել։ Ես կարծում եմ, չէ, լսում եմ անեծքները, գիտեմ, ամեն ինչ կա։ Բավարար գնացից ինչ ենք անել։ Ոնց ենք անել։ Վաշինգտոն քաղաքը DC-ին ընդունել է հայոց ցեղասպանությունը եւ այն կներառի դասագրքերի մեջ։ Վաշինգտոնը այս անգամ։ Անկախ նրանից տեղական կառավարիչները ինչ են մտածում ցեղասպանության մասին, ոնց են ուրանալու ցեղասպանությունը, թքած ունեն մարդիկ պատմական դեպքերի իրականություն, այսինքն կեղծողների վրա, ասենց ասեմ, իրանք մեկը, իրանց գործ անում են։ Ես պատկերացնում եմ հիմա Մակունցի վիճակը, դու պատկերացնում Մակունցը բանում, Վաշինգտոնում վեր ընկած, ու սենց օրենք ընդունում, ինքը ոչ մի բան չի կարողանում անել։ Եվ պետք է հակառակը լիներ, որ Մակունցը ամեն ինչ պետք է արած լիներ, որ սա վաղուց լիներ, հա? Բայց հասկանում եք, չէ՞, այս ուրացողների կազմակերպությունը ուզում ասես, ուրացողների կառավարությունը։ Ամեն ինչ արել է, ու մենք դա գիտենք, որ ամեն ինչ արել է։ Մեզ դա ասում են, որ սենատորները, քաղաքական գործիչները քիչ խոսեն ցեղասպանության մասին։ Հենց տենց էլ ասում են. դուք մի խոսեք, դուք մեզ խանգարում եք։
Մի խոսքով շատ երկար աշխատելուց հետո հակառակ արդյունքն եղավ Վաշինգտոնը քաղաքը, որտեղ կա նահանգ Վաշինգտոն եւ կա քաղաք, այն որ մենք գիտենք, հա, նախագահի նստավայրը ճանաչելա այո սերվասպանությունը եւ այդ փաստը կընդգրկվի գրականման մեջ, դասագրքերի մեջ։ Սա եմ ուզում մի բան լսենք։ Ես միջև տեքստին անդրադառնալ, ես ուզում եմ մի հատ իր հետ հասկանանք այս հարցի, այս հայացքի էությունը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Վախ, որս սարևելի դուք, ոնց եմ զզվում ես ձեզանից։ Սա կարելի է անջատել, ավարտել այս հարցազրույցը, որտեղ այս հարցը ուսա նախարարը։ Որտեղ այս հայացքով լրագրողներին տեսնել, խոսել հետները։ Նկարելը բան չխոսել, ամեն ինչ ասում էլի հայացքը։ Գիտեք, չէ՞ որ մարմինը չի ստում։ Մարմինը չի կարող ստի։ Լեզուն կարող ուրիշ բան ասի։ Հիմա կարող է ինքը լրիվ ուրիշ բան խոսա։ Բայց մարմինը ասում է ճիշտը, իսկ մարմինը ասում է հետևյալը. Վայ ոնց եմ հոգնել ես ձեզանից եւ ոնց եմ ես զզվում ձեզանից։ Լրագրողներ ջան, սա պետք է իմանաք դուք։ Սա պետք է իմանաք եւ ըստ դրա ձեր հարցերը ձևակերպեք։ Հիմա տեսնենք ինչ հարցեր են ձևակերպել։ Պայմաններ չկան, դրա համար մարդիկ ուզում են ինքնասպան։ Հոգեբաններ չեն աշխատում օրինականներում, ինչ չեն աշխատում։ Վերադառնամ ձեր հարցին, տեսեք ինչու է նման տիպ անձինք պատասխանատվություն կրում այժմ քրեակատարական հիմնարկներում, որովհետև այդ հարցերը ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող, երբ ավարտեմ մյուս լրագրողի պատասխանը։ Ասեք, որ ավարտեմ նոր, լսում եք։ Եթե դուք բարեհաճ լինեիք եւ ինձ չընդհատեիք։ Դուք խոսում եք բարեհաճությունից, դուք եք խոսում։ Իհարկե, ես եմ խոսում։ Դուք հետ տվեք ձեզ նայեք, էլի։ Տեսեք դուք բարեհաճ գտնվեցիք։ Իսկ ո՞նց եք ուզում պատասխանեմ ձեր ընդհատելուն։ Մի հատ հետ տվեք, Խնդիր չկա, ես չեմ բանավիճելու եւ այլևս չեմ պատասխանելու ձեր հարցին։ Վերադառնալով ձեր հարցին, ինչու են այդ անձինք պատասխանատվություն կրում այսօր քրեակատարական հիմնարկներում, որովհետեւ այդ հիվանդությունները, որոնք որ ունեն, գուցե ունեն այդ անձինք, չեն համապատասխանում կառավարության որոշման Do you own real estate in Manhattan? Well, the real estate market has changed dramatically in the past 12 months. We've seen interest rates skyrocket. Ցանկին, որոնք որ անհամատեղելի են համարում հիվանդությունը բաժի կրման հետ եւ առողջապահության նախարարության հետ համատեղ մենք այժմ նաեւ վերանայում ենք կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որպեսզի կարողանանք այն ընդլայնել եւ արդյոք հիմա մշակման այդ փուլը տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այդ փուլին, որ անկախության հռչակագրի ռումբա հանելու փուլն է։ Չէ, տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել որ թողում է, որ անկախության հռչակագրը դուրս գա, այդպիսի նախնական քննարկումներ կա, դեռ Մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Այսինքն մի քանի տարբերակ կա համանդրական փոփոխությունների, որ ասում եք մի քանի տարբերակներ, մի քանի հայեցակարգեր կան, թե մեկ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Եվ երբ որ որոշակի լինի տեքստը, իհարկե կկիսվենք ձեզ հետ։ Լավ։ Սա ուզում է ամեն ձև խուսանավի համանրական փոփոխությունները ժամանականելու են անկախության հռչակագրի մասը, թե չի, ամեն ձև խուսանավում է։ Հիմա լրագրողներ, այն որ ինքը բացահայտ զզվում է ձեզանից, ինքն էլ է ասում, հա, դուք որ գնում եք հարց տալու, սա արտադրության նախարարն է, չէ՞, սա օրենքի մարդ է, չէ՞։ Դուք պետության հանցագործությունները պետք է դեմ տաք իրանց։ Ասեք, դու ինչ ես անում այս հանցանքների ուղղությամբ։ Սահմանադրությունը ստեղ է խախտվել, ընդեղ է խախտվել, հայտարարությունը n դու այնտեղ ես նախարար, դու ինչի գործ ես հարուցում, ինչու դու միջոցներ ձեռք չես առնում։ Դու արդարադատության նախարարն ես, քո Հայաստանում արդարադատություն չի աշխատում։ Հասկանում եք, դուք այդ հարցը պետք է ինքը դրան պատասխանատուն է։ Այդ ամենակարևոր հարցերը, որ դուք չեք տալիս, իրան թողում եք մանյովրի
հիմա դուրս տա, ձեզ վիրավորի, դուք իրան վիրավորեք թեկուզ, բայց իրանք ձեզ տեսնելուց պետքա փախնեն լրագրողներ։ Իրենք մանավանդ իրավապահ մասի պատասխանատուները ձեզ տեսնելուց պետքա ինքնասման լինեն, որ դուք այդ հարցերը չտաք։ Հա, որ քոն վարչապետն ասում է հողերը տվել ենք, որտեղ դա եկամտաբեր չէր։ Դու արտադրության նախարար ես, կա այդպես հոդված, որ եթե հողը եկամտաբեր չի, պետքա տալ թշնամուն։ Ցույց տուր, եթե չկա, ինչու միջոցներ ձեռք չեք առել, ինչու քո դատախազությունը չի աշխատում, ինչու քո քննչականը չի աշխատում։ Հասկանում եք, այս եթիմները այդ հարցերը չեն լսում ձեզանից։ Դրա համար էլ թույլ են տալի, ինչ ասես ասեն ձեզ։ Հակառակը պետք է լիներ, ձեր հարցից պետք չի գոռալ, ընդհանրապես հիշացնեք, որ այստեղ սահմանությունը կետն է խախտվել։ Հələ այստեղ դու պատասխանատու ես այդտեղ։ Ինչ ես արել։ Թող ինքը ասի, որ դա չի խախտում չի, դա համապատասխանում է օրենքի, որ եթե հողատարածքը եկամուտ չի տալիս, այնը պետք է ասի ինչքան եկամուտ եւ ոնց է դա չափվում, չէ՞, դա պետք է ասի։ Ուրեմն պետք է տալ թշնամուն։ Թող ասի։ Հասկանում եք, դուք ձեր լրատվական պարտականությունները շատ թերի եք կատարում։ Դուք գնացել եք ընդամենը մի հատ հարկ գաք մի բանի մասին գրան, բայց դուք ամենակարևորը չեք անում։ Ամենակարևորը դուք չեք բերում իրանց պատասխանատվության դաշտ։ Իմանալով հանդերձ, այս արտադրության նախարարը ստեղ աջակցում է հանցագործին։ Աջակցում է, կոծկում հանցագործությունը։ Ինչ իրավունք ունի քո դատախազը միջև ոչ Հայաստանի սահմանները որտեղով են անցնում։ Եվ ինչ բանի վրա է այս հողերը տրվել։ Ոնց այս հայտարարությունները ալվում, ինչ իրավունքով, հասկանում եք։ Բայ լրագրողներ չեն։ Մի զարմացեք, որ ձեզ էլ այսպես կարողանում են այս որակով ինչ ասել։ Հիշում եք, որ ասում է հին ու բարի մեթոդները։ Արտուշ Գաբրիելյանի տան խոզակությամբ հայտնաբերել են 500,000 $։ Էդի տանն են հայտնաբերել, բա որ տունը չի ինչքան կա։ Բա որ դրանք արդեն վերածվել են անշարժ գույքի։ $500,000։ Այն էլ ասում են, որ հայտարարված չի եղել։ Այսինքն կարելի է ենթադրել, որ եթե հայտարարված լիներ, $500,000 տան մեջ ունենալը նորմալ էր։ Այսինքն Հայաստանում դատավորը կարա օրինական $500,000 ունենա։ Հետաքրքիր է հոդվածն որը հայտարարված չէ։ Չի գաց, որը նաև հայտարարված չէ, ասենք որ համ հանցագործը, համ էլ նույնիսկ էլի հայտարարված չի եղել։ Որովհետև ինքը հասկացել է, ոնց կհայտարարագրի գողունը, կաշառքը, ոնց ես հայտարարագրեմ, բա որ հարցնեն, ասեն դու ոնց, այս $500,000 քեզ որտեղից։ Հիմա հասկացաք, թե նշաբանում ազգային ժողովում նստած Սեյրան Օհանյանը ինչի պետքա հանդուրժի այդ բոլոր նվաստացումները։ Որովհետև օրը $20,000, $22,000 հնարավոր չի ունենալ այն ինչ որ ինքը ունի։ Հասկանում եք։ Ու երբ որ պետք է լինում, ինչ որ մեկին, ինչ որ մի բանի համար, անպայման հանում են դրանք։ Ասում են Արտուշը, որ ամեն ձև ծառայել է այս բոլոր ռեժիմներին, Սերժ Սարգսյանից սկսած, միջև Փաշինյանը, ամեն ձև ծառայել է, բայց ամեն մի կեղտի ժամանակը մի օր գալիս է, չէ՞ հանձնելու։ Հիմա Արտուշին այսօր եկավ էլ, հիմա ինչ կարանք անենք։ Եվ այսպես Հռոմի նոր պապը, այսքան բանը տեխնոթրիա պապի, խոստացել է հենց դառավ ինքը պապ, Վատիկանում ինչքան փող ունի Ռուսաստանը, կալանավորանը արգելանքա դնելու վրա, կոնֆիսկացի ու նվիրի դրանք Ուկրաինայի վերականգնման համար։ Կարգին պապ է երևում։ Կարգին պապ։ Ով կարա ինչ ասի։ Գերմանիայի կանցլերը առաջ այցելություն անել է Ֆրանսիա, որը արտակարգ է եւ ըստ ունեցած նախնական ինֆորմացիայի Գերմանիան ու Ֆրանսիան որոշել են համատեղ սկսեն Եվրոպայի ընդհանուր Եվրոպայի պաշտպանողական միջոցառումները, այսինքն ՆԱՏՕ-ն մի կողմ, բայց իրենք սկսում են, իրենք եկսով առայժմ, հետո կարող է Բրիտանիան միանա, հետո ես վստահ եմ Լեհաստանն միանալու, հա, Շվեդիան անպայման կմիանա, հա, Ֆինլանդիան կողքի չի մնա կմիանա։ Ինչ որ է, սկսել են արդեն մեծացնել ռազմական ծախսերը, համատեղ պաշտպանական մեխանիզմներ են մշակում, պարզ ասելով, որ Եվրոպան
չի նայելու Ամերիկայի գործողությունները։ Իսկ Ամերիկան որ գնաց, դի չի նշանակում Եվրոպան պետք է կործանվի։ Ինքը վերցնում է ինքնուրույն քաղաքականություն, պաշտպանության ոլորտում եւ անպայման օգնելու Ուկրաինային, որպեսզի հենց Ռուսաստանին այդ օջախում ինքը հարցերը լուծի, ոչ թե գա հասնի Եվրոպա։ Մի խոսքով, ես ասել եմ, չէ՞ որ բանը, այս process-ն ինչ որ Տրամպը սկսեց, իրեն թվում էր ծնկի աբերելու Եվրոպային։ Չէ, ընդհանրապես գիտեք որ երբ որ մարդուն շփրտում են ջրի մեջ, երկու տարբերակ կա, կամ ինքը սկսում է փորձել ինքնուրույն լողանալ դուրս գալ, կամ խորտակվել։ Եվրոպայի պարագայում Եվրոպան բավական ինքնուրույն եւ ուժեղ է սուզվելու համար։ Ինքը չէ սուզվելու։ Ընդհանրապես պետք է միայն թափտալ ու շատ լավ եղավ որ կանցլերը եղավ այն որ մենք այսօր ունենք ու Մակրոնն էլ կա, որը վստահ է որ լեգիտիմ ղեկավարում է նոր ձայներով, նոր ընտրություններում ստացած ձայներով կառավարում է Ֆրանսիան եւ իր հետ իրանք ստեղծել են նախնական ալյանս, լուրջ հայտարարություններ, լուրջ պայմանավորություններ եւ համատեղ զորավարժություններ, կոնտինգենտ ունենալու համար եւ Եվրոպայի անվտանգությունը իրենց վրա վերցնելու համար։ Նենց որ ես շնորհավորում եմ Թրամփին եւ Պուտինին այդ առումով։ Այն ինչ որ դուք ուզում եք չեղավ։ Սա երևի հիշում եք ես, սա Ջոդի Վենսն է, Թրամփի տեղակալը, էլի փորձում է շանստա Ռուսաստանին, փորձում է փրկել Ռուսաստանին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ հույս ունի, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ պատերազմը ինքը կանխելու է։ Ինքը չի ուզում հարմարվի այն մտքի հետ, որ իրենց պատկերացրած մոդելները Ռուսաստանի նկատմամբ, դա իրենց պատկերացրած մոդելներն են եւ Պուտինը թաց ունի իրենց պատկերացրած մոդելի վրա։ Պուտինի համար չկա խաղաղության որևէ ձև, որտեղ այնտեղ կա Ուկրաինա։ Չկա այդպես ձև։ Պուտինի պատկերացած խաղաղությունը դա կապիտուլացված Ուկրաինան է, որը որ դուք 2-3 ամիս է փորձում եք փաթաթեք աշխարհի վզին, որ դա այդպես պետք է լինի, աշխարհն ձեզ բոլոր հնարավոր մատերը ցույց է տալիս։ Ուղղությունները ցույց է տալի ուր գնանք։ Կոնկրետ։ Իսկ ինքը Ջոդի Վենսը դեռ այն Փաշինյան Նիկոլի նման ղժղժում է, էլի, որ չի ուզում հանձնվի։ Մտածում եմ, որ ղժղժած, խոսած, իր ասած անցնելը։ Դեռ հույսեր է փայփայում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ հարցը լուծելու է խաղաղության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի ձև կար այդ հարցը լուծի։ Ուղղակի ըստ պահանջի զենք ու զինամթերք տա Ուկրաինային վերջ։ Ուրիշ տարբերակ չկա։ Բայց միջև այնտեղ իրենք այդ հարցը կլուծեն, պարզվում է, պարզվում ես գիտեի, որ համատաբար Հայաստանի ամերիկյան բիզնես միջավայրը ավելի առողջ է։ Ասում եմ ես գլխավոր տնօրեն եմ, ես հանրապետական եմ, եւ ինքը ինչ անում գների վրա, ապրանքների վրա ավելացնում է, գրում է, որ հիմա որ սա է գինը, ընկերներ ջան, դա նայից է, որ այդ 15% ավելացել է տարիֆը, այս $300 ավելացած տարիֆը, հիմա որ գինը բարձրացել է, ես չեմ մեղավոր, դա Թրամփի տաքսի քաղաքականությունը, տարիֆների քաղաքականությունը, այս price tag-ի վրա 15%, որ $300, այս դրա արդյունքն է, դա ման ունենք այս գինը այսօր դրած։ Ինքը պարզ ասում է, ես ճիշտ է հանրապետական եմ, բայց ես անկեղծ եմ իմ սպառողների հետ։ Ոնց պետք է լինի բիզնեսը։ Իսկ այն վերլուծաբան խոսքս չի բանանում անել կոչել դրանց էլի։ Այն որ ուրախացած ասում են Թրամփը բանը թուլացնում է աշխարհը, հաստատում Ամերիկան այս տարիֆներով, բա։ Ես ուզում եմ հասկանալ, դա ինչն է ավարտել։ Որտեղ են ավարտել։ Ինչով է զբաղվել իրանք ամբողջ կյանքով։ Տղաներ եւ աղջիկներ, այդպես մտածելով որ տարիֆը դե բարձրացեցիր, դու հազարանում Հայաստանում ես, որպես երկիր։ Այդ ավելացած տարիֆը վճարում է մարդը հասարակ քաղաքացի։ Ու գնում ավելի քիչ քան առաջ։ Սպառումը գնում արտադրող երկրում, այս անանկում Հայաստանում է մենակ այդ կառավարությունը, այդ փողերն են, ոչ այդ մարդու հետ կապ ունի, ոչ էլ այդ արտադրող երկրի հետ կապ ունի։ Այդ փողերը գնում է լրիվ ուրիշտեղ։ Գնում ասեք Մասկին, որ ինքը $8 միլիոն աշխատավարձ է ստանում։
Խոսքի օրինակ եմ ասում, բայց մենակի գճի։ Եվ որ դու համատում ես այս ամբողջ կոդուսների մեջ, ինչքան է մտնում բյուջե։ Այսինքն ասեմ 2 տրիլիոն բանա դոլար կորցնելու պարագայում, կասեմ 150 միլիարդ հարկի էին հավաքել իրանք ավել այս տարիքների արդյունքում։ Այսինքն իրանք 15 անգամ ավելի կորցրել են, քան հարկի են վարում։ Մարդիկ ասում են, տեսեք, պետության բյուջեի մուտքերը ավելացան։ Մարդ ուզում է ասել, մենակ Նիկոլը Փաստորեն Հայաստանում չի։ Ամեն երկիր իր Նիկոլն ունի։ Այդ բյուջեի մուտքը ասենք 13-15% ավելացավ։ Ինչի դիմաց, բայց մարքեթը ինչքան կորցրեց։ Ի վերջո 15%-ով ով վճարեց։ Դու դրեցիր մարդկանց վրա 15% ավել հատ վերցրեց սիրիացից, ասում ես բյուջեն շահես դրանից։ Ժողովուրդը էլի կարա իր աղքատացներ, հարկերը բարձրացնեիր առանց տարիվ դնելու։ Ուղղակի ներսում եկամտա հարկը 15% էլ բարձրացնեիր, ասիր բանա բյուջեն լցվա մեկ ինչ որ Նիկոլն ուզում անի էլի։ Ինչ որ Նիկոլն ուզում անի։ Եվ արդյունքում մեկը այն ինչ որ ասել եմ լինելու է, Սա արդեն խնդրեմ։ Արդեն զգուշացնում են, որ ինֆլյացիան մեծանում է եւ գործազրկությունն է մեծանում դրանից։ Սա ամենակատաստրոֆիկ պահն է, երբ որ ինֆլյացիան մեծանում է եւ ներմուծումի հետ կապված արտադրողականությունը ունի երկրում։ Մեծանում է գործազրկությունը մեծացավ, պատկերացրեք ինչքան մարդ է զրկվելու իր տներից, մեքենաներից, ինչքան մարդ, սա կրիզիս է։ Դե հիմա ասենք գով եք տրաբի, որ ասենք 150 միլիարդ ավել փող է մտցրել բյուջե։ Բայց քանի աշխատատեղ փակելով, շուկան ինչքան կոդուս կրելով։ Այն ինչ որ ասել եմ, ոչ թե որ ես տնտեսագետ եմ, որ ինչ որ փայլուն տնտեսություն գիտեմ, չէ ժողովուրդ ջան, դա պատմությունը այդ օրինակները բերում է։ Պատմությունը այդ օրինակները բերում է, որ այս պարագայում սա է լինում, այս պարագայում սա է լինում, այս պարագայում սա է լինում։ Սա հանճարեղ կարելի է լինել արանքներում ինչ որ շատ նուրբ հարցերի վրա մի քիչ վերև տանել, մի քիչ ներքև։ Բայց եթե դու ֆորմատ նայում ես, ի սկզբանե պարզ է լինելու։ Իսկ այս գործազրկության արդյունքում լինելու են մարդիկ տաներ են կորցնելու, մեքենաներ են կորցնելու, աղքատանալու է բյուջեն, սպառումն է ընկնելու, նույնիսկ եթե հիմա վերականգնի նախկին տարիֆները, հա, հələ այս մարդիկ միջև վերագործարկեն իրենց գործարանները, մարդկանց հետ կանչեն, սա էլ ժամանակ է տանելու։ Արդյունքում էլի կորուստ է։ Այս 25 թիվը սարսափելի է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Նորից եմ կրկնում, ինքը չի խորտակվի, բայց ինքը էլ առաջվանը չի լինելու։ Սենց հարված Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարող է բան անել, նույնիսկ թշնամին չէր կարող, ասենց ասեմ։ Թշնամին չէր կարող սենց հարված ասնել, ոնց անեց այս Նիկոլը ամերիկյան արտադրության։ Ես մի կլավլուր, այսի երկրորդն էլ այսօրվա ընթացքում, ասեմ առաջինը Վաշինգտոնում ընդունված որոշումներ, այսօր մեր արցախցի բռնի տեղավորված Կարոլինա Տակակիրը գրել է Ամբարձումյան, դա Համբարձումյան խիչ է գրել, դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 40 ուրեմն ուշուի մենամարտում 48 կիլոգրամ քաշային կարգում։ Հունաստանի Իրակլիոն քաղաքում ավարտվել մայիսի 5-ին։ Խնդրեմ։ Ես եմ ես լավ նույնություն։ Հիմա գնանք վերադառնանք մեր մոտ։ Մեր Հայաստան տեսնենք ժողովրդին ինչ մտածում։ Հակոբյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, թե երեխային կկտրկի ու դագաղի մեջ իրեն գալիս։ Հավատում եք։ Աննա Հակոբյանի տեղը մուսուրի բակն է։ Կլինի իրեն տեղը մուսուրի բակն է։ Ինչու եք այդպես կարծում։ Պապոս պետք է ասեմ։ Դա համարը պետք է գցես մուսուրի բակը։ Մուսուրի բակը։ Աննա Հակոբյանն ասում է, որ Ես գիտեմ, որ շատ երկրներում բան չի, բոլոր տեղերը չի, որ ես ղեկավարներին սիրում են հաստատել։ Ну, կան ընդունեն, կան ձայնական, կան ձայն չկան, էլ, բայց այս աստիճան ատելություն ոստեղ է գեներացված,
Ես չգիտեմ, ուրիշ տեղ կան, կարա լինի տեսնում։ Այսինքն ժողովրդավարական երկրներում էսի նկատվում, ոչ թե ասենք Ռուսաստանում, Բելարուսում, Ադրբեջանում բան, տես չէ։ Նորմալ երկրներում կարող ասես բան լինի։ Չի կարող ասես բան լինի, բայց փաստորեն սա Խզվալյով Տիգրանի համար էական չի։ Վատն է, որ ինքը գնաց Մոսկվա եւ սա հակասում է Եվրոպա գնալու քաղաքականությանը։ Իսկ Եվրոպա գնալու քաղաքականությանը համընկնում է, երբ որ ասենք այն աստիճան ամեն ինչ սրված, երբ որ քո տգետ անգրագետ վարչապետի չգիտեմ կինն է, դե կինն էլ չի։ Ասում պետք է դառնա նորաձև կրթությունը։ Իսկ ամասին հետաքրքիր է, էսի համընկնում է եվրոպական չափանիշներին։ Հա, Խզվալյան Տիգրան։ Ինչ է ինչ դարձավ դրա։ Զոհվածի Ձեզ համար տպավորիչ է, որ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Շատ լավ է, պետք է ավելի մնա, Արցախը կորուստը տվել է, դաշնակները, պետք է Նիկոլը մնա։ Քոչարյանը պետք է չգա։ 36 տարեկան էի, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց։ Ես էլ էի գոռում, միացում, բայց չէի իմանում, խաբում են։ Հիմա 73 տարեկան եմ, ասում են էլի բերեք գոռանք միացում, նորից գան։ Չեմ ուզում գան։ Այն Ղարաբաղյան ղերնախավն է, որ ընդե նստած է, լավ է, որ ընդե է նստած, որովհետև որ գային ստե, մեր Նիկոլը դրանց չէր նստեցնելու։ Իմացար, մերն է Նիկոլը, բայց փալասը, մեր փալասն է, ես էլի իրան եմ ընդրելու, որ Քոչարյանը հանգարտ չգա։ Բա ժողովուրդ ջան։ Ճիշտ է այս մարդը ասում։ Իրան, օրինակ իրան պետք չի փրկել։ Տեսեք, առաջ ես կբալկանայի, ոնց կարող է եկա տարիքիդ նայի, քաշիդ նայի, չէ։ Օրինակ իրան պետք չի փրկել, ոչ ջրհեղեղից, ոչ օդի թունավորումից, ոչ ջրի թունավորումից, ոչ այս կոռուպցիայից։ Ոչ մի բան իրան պետք չի փրկել։ Հակառակ, հենց իրան ուզենաս փրկես, եկելուց բանաս ես տալի։ Ինչ ելնում է, իմ փալասն անում ինձ։ Իմ փալասն անում, քո ինչ գործ է, ախպեր ջան, ես կարողանում եմ աշխատանքի գնամ, թե չէ։ Իմ մեքենան ա փոսը մնաց այնտեղ, թե չէ, տրանսպորտ կա, թե չէ։ Թոշակից կարողանում են տան, թե չէ։ Թրկած ունես մարդու դա, կարևորը։ Քոչարյանը հետ չգա։ Քոչարյանն էլ դա գիտի է։ Ու սենց բիոթափոնների վրա էլ Քոչարյանը կարողանում է աշխատի։ Քոչարյանը չէ, Քոչարյանն ու Նիկոլի համատեղ։ Դեռ մարդիկ կան, ասում են, թող էս փալասը մնա, մենակ Քոչարյանը հետ չգա, ինչ ասես։ Տեսեք ասում, առաջ կջրանան է, հիմա չէ։ Հիմա հասկանում եմ, քանի Քոչարյանը սենց էլ է կա Քոչարյանը, միշտ պետք է առաջին բան ունում, միշտ պետք է անդել, Քոչարյանը միշտ պետք է վախացնել, որտեղ հենց Քոչարյանին հանում ես, սենց բիոթափոնի նման արդեն մնում է հարցական։ Բայց փալասին փոխենք թե չփոխենք։ Ոնց որ թե մեկը Քոչարյան չի։ Ովքեր են միանում կրթվել են նորաձև շարժմանը։ Ովքեր են միանում։ Այո։ Ես չեմ միանում։ Իմ համար միշտ է կրթվել է եղել նորաձև, այսինքն նորաձևը որն է, պարտադիր։ Դա չի կարող լինել նորաձև կամ հնաոճ։ Միշտ էլ պարտադիր է կրթվելը։ Ես միշտ ասել եմ, ոնց կարող կրթվելը, դա հոգու սնունդ է։ Հոգու սնունդ։ Դա ոնց որ մարդ հաց չուտ, ոնց է չլվացվի։ Բայց քանի որ նա նորա բացահայտ է, այն էլ չել բացահայտ է, ասել են դուրս արի խոսա, կարող մարդիկ սկսեն քեզ ավելի հետևել, մարդը որ իր ռեյտինգը Facebook-յան դիտումներով է չափում, ինչ ասես, ինքը փոխանակ հայոյանքներով չափի, դիտումներով է չափում, բայց դիտում են հայոյելու համար, չէ՞ նաև։ Դու քո ռեյտինգը ոնց է չափում։ Սա շարքային մարդու պատասխանը, շարքային adekvat մարդու պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը, ուրիշ կբաղ կա, ամենամեծ դավաճանը, հոգեկան հիվանդը, մեր երկրի չարիքը։ Հասնեմ, բոլոր ամեն ինչ գիտեմ, անհնարին է փակցնել։ Սկացի տակա, թե ինքը մարդա ընդհանրապես։
Ինքը Նիկոլ Փաշինյանը մեծ կասկածի տակ է, թե ինքը մարդ է ընդհանրապես, եթե ինքը մարդ է իր ընտանիքով, բացի տղան, իր տղան իրենից շատ ավելի խելացի է։ Գիտեք, ես միշտ էի ուզում, այս չէ միշտ չէ, այսօր այդ հայոյոցը, այդ խոսակցությունը որ լսում եք, ասում եք, տեսնես ցան դիտողը, մի քիչ նեյտրալ, պարտադիր չի քաղաքականապես ակտիվ լինի, չգիտեմ, հակառուսը լինի կամ հակարևամետր լինի, մարդ, սովորական մարդ, որ տենց խոսակցություն լսում է, տենց բաներ է լսում, ինքը ինչ է մտածում, ոչ քաղաքական, օբյեկտիվ, չնայած ինչ նշանակում ոչ քաղաքական օբյեկտիվ, լավ, մեր պատկերացումներով ոչ քաղաքական օբյեկտիվ մարդը, որ նայում է ինչ է մտածում, ինչ կարա զգա նման մարդու նկատմամբ, adekvat նորմալ մարդը չի կարա ոչ մի համակրանք զգա, ոչ մի համակրանք, կամաչի, առաջի փուլն եմ ասում, առաջին անգամ կամաչի, երկրորդ անգամ կանջատի, սրտ խառնոցով, կասի, ես չեմ ուզում սա լսեմ, ես ինչի պիտի սա լսեմ, ուղղակի, որովհետև ոչ մի նորմալ մարդու համար, ոնց որ ինչ ասեմ, ոնց որ չափազանց դառը մի բան, դերցի կորիզը 10 ասեն սա երեխուն կեր հաճույքով, հա, ինչ կան երեխեն, բայց կկացի դեմքի խառնով, քիչ դուրս չէ, այս նույն դերցի կորիզն է։ Քոչարյանի աջակիցները դժգոհ են տրանսպորտի 150 դրամից, դուք ինչ կարծիք։ Քոչարյանի հերն էլ թուրքերը շուն դառնա, Սերժի թուրքերն էլ, թուրքի տղա է էլի Քոչարյանը։ Ինչա։ Քոչարյանի աջակիցները դժգոհ են Հա, կա, քանի է շերտը կա, Ժորժ, ես հատուկ եմ ցույց տալի, քանի է շերտը կա, իրանց բանը աշխատելու է, էլի, Քոչարյանի պետք է ցույց տալ։ Տեսնում եք, քիչ է, բայց կա, Քոչարյանի ցույց է տալի, ես դրա ման եմ ցույց տալի, չմտածեք ամեն ինչ ավարտված է։ Մեծ հաշվով ավարտված է, հա, բայց դե մի ինչ-որ 1-2% կա սրանց համար։ Ձեզ արբանյակային ինտերնետ հաստատ։ Գիտես ինչ, ավելի լավ է, ես մի բան կասեմ, այ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այդ 4-ին կապենք, բանձիրոլ անենք ու ուղարկենք Թուրքիա։ Նիկոլ Փաշինյանը ձեզ Լավ, ես երբեք չեմ մտածել, որ մեր ազգը չափազանց քաղաքականացված է, բայց այս հարցերը, որ այս պատասխանների սխոլությունը լսում եմ, իսկ բավարարում է։ Փաշինյանի կապիկ աֆերիստը, շիզոֆրենիկը, ելի вообще պետք է վերանալ ընտանիքի հետ, որ այս ազգի գլուխը չուտեր, այս ազգին այս Աղաշչյանի չհածրացներ։ Մեր մի հատ զինվորը 50-100 հայ թուրք արժի։ Դե հիմա ինձ թվում է այսքան բաները լսելուց հետո մենք պետք է հասկանանք էլի Փաշինյան Նիկոլի հոգի վիճակի ինչ է։ Չէ՞ որ ինքն էլ գիտի, չէ՞ սա բան։ Չէ՞ որ ինքն էլ գիտի, չէ՞ որ գալիս են կողքից ասում են ինքն այդ ես վաղուց հարցում չեմ արել։ Ինձ թվում է ամեն ինչ པարզա դրա համար եմ անում հարցում էլի։ Բայց իր համար հարցումներ անում են, թվերը ցույց են տալի դեմ։ Եկե հասկացեք, հետներ խոսքատեղի սահմանադրություն փոխի մինչև 26 թիվ։ Նույնիսկ ռիսկ չեն անում ասեն այնտեղ ոչ կետը մնալու է սահմանբանից թե չէ, այդ անկախության հռչակագրից կետը մնալու է թե չէ։ Գիտեք ինչի չեն ասում, որտեղ Ռուսաստանում վերջնական որոշումը չկա։ Ալիևը չի գնում Մոսկվա, Նիկոլը գնում է Մոսկվա։ Կարող է մեկ էլ ասեն, հələ մի քիչ էլ ակտիվացեք, հələ մի կողմ դի խաղաղության պայմանագիր մի կողմ դի, հələ մի վրազի ստորագրելու համար, եթե նկատել եք վերջերս ընդհանրապես չեն էլ խոսում այդ մասին։ Խաղաղության պայմանագրի ստորագրում, պարտադրում, բան, որ Ալիևը խանգարում է, չի բանում, դա մասին էլ խոսակցություն չկա, որովհետև շատ բան փոխվելու է, էլի է փոխվելու, բայց ցավոք ոչ մեծ նախաձեռնությամբ, ցավոք ոչ մեր երկրի նախաձեռնությամբ է դա փոխվելու, դա միշտ փոխվում է աշխարհագրական այս քաղաքականությունների արդյունքում, Իսրայել, Ադրբեջան, աննախադեպ մտերմության, Իրանի դեմ, որը Ռուսաստանը չի հանդուրժելու, որովհետև Իրանի վերացումը թուրք, այս թուրքական բանով, թուրացում է միանգամից Իրան, հա, Ռուսաստանին։ Բնույթ շատ բաներ կա, Իրան ու հայկական հարցը միշտ մնալու է օրակարգում, եւ Ռուսաստանի համար, եւ Ամերիկայի Միացյալ եւ Եվրոպայի համար, ուղղակի ամեն մեկը մի անգամ կլինի Ամերիկան կխանգարի, մի անգամ կլինի Ռուսաստանը նույնիսկ կարող է խանգարի, հա, Նիկոլ Փաշինյանին հանձնվել սենց, մի անգամ կլինի Ամերիկան կխանգարի, այսպես անդադ փոխվելու է, բայց ոնց եմ ասում, մեկ նախաձեռնությամբ չի, այստեղ է խայտարակությունը,
այնպես չի լինել որ Հայաստանը վերանա, Հայաստանի վերանալը, եթե ասենց ասեմ, եթե 3 խաղացող կա 4, ուժեղ, լավ ասենք, Ռուսաստան, Եվրոպա, ու Պարսկաստան 3-րդ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ 4։ Եթե ոչ ուզում ալնի այն երկուսին ձեռք տա, ուզենան վերացնել, ասենք Ռուսաստան եւ Թուրքիա։ Մեկը, հա, Իրան, Պարսկաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ են լինելու։ Եթե ասենք մի պահի նույնիսկ Եվրոպան ուզենա ինչ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերացնի, այն մյուսներն են դեմ լինելու, որովհետեւ այդ պահին այդպես է լինելու։ Այսինքն կոնսենսուս չի եղել Հայաստանի վերացման մասին երբեք ու դժվար է լինի։ Բայց ոչ մեր շնորհիվ։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Այստեղ է խնդիրը, որ մենք սես բերաներս նայում ենք կողքներս, թե ով ինչ է ասելու։ Հա հիմա Պուտինն է փրկելու։ Նա Պուտինն է ասելու, մատալ Արցախի հարցը բարձրացեք։ Լուրջ բան եմ ասում։ Նա Պուտինն է ասելու բարձրացեք։ Միջև մի բան ստանա, հետո էլի կտա, հետո էլի կտա։ Նա կարաչ։ Ոքի կա պատասխանատու։ Մի մարդ Նիկոլ Փաշինյանը, ուրիշ պատասխանատու չկա։ Ուրիշ ով պետք է պատասխան տա։ Նիկոլ Փաշինյանը թող կան ինձ դատեն, տանեն Նիկոլի փոխարեն դատեն ինձ, բայց Նիկոլը համար մեկ թշնամին է, դավաճանը։ Նիկոլը ինքը պետք է պատասխան տա, Նիկոլը եւ Նիկոլա։ Ուզում ես հաղորդումը մի քիչ բանով, թեթև հումորով ավարտենք։ Հումորով, որովհետեւ այսքան ստրեսի մեջ ապրել չի լինի, էլի։ Խնդրում եմ ես դիտեք։ Բարձում արդեն բան կա, ձայնագրություն կա։ Դե ինչ, այս ուրախ նոտայի վրա էլ ուզում եմ ավարտեմ։ Մեկը, մենք չենք վերանալու, ուղղակի այստեղ ապրելու ձև կա, ապրելու ֆորմատի մեջ է ամբողջ խնդիրը։ Մի բանա, որ դու ես քո ճակատագիրը ձևավորում, մի բանա, որ դու անընդհատ լալված սպասելու ես, թե քեզ ուր են այս պահին շպրտելու, այս կողմ թե այն կողմ, կշպրտեն թե չեն շպրտի, որ շպրտեն կբռնեն օդում, թե չեն բռնի։ Ասում եմ, սենց ապրել չի կարելի։ Իսկ այս ամեն ինչը կարող է փոխվի սենց մի վայրկյանում, երբ որ մենք որոշենք, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր ճակատագրի դարբինը։ Հենց մենք որոշենք, ամեն ինչ։ Այս արդեն այս ուժերը կգան մեզ օգնության։ Այն ժամանակ բենեֆիտները, օգուտները այս process-ից շատ ավելի շատ կլինի։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։